Բարի երեկո, 5-րդ տալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ քաղաքագիտության դոկտոր, ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ, պարոն Թորոսյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի երեկո, ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Թորոսյան, արդեն նոր փուլ է անցել հետընտրական գործընթացը, մենք գիտենք, որ ընտրություններին մասնակցող ուժերից 7-ը արդեն դիմել են սահմանադրական դատարան, ինչ ակնկալել սահմանադրական դատարանից կամ առհասարակ սահմանադրական դատարանը այս դիմումների հիման վրա ինչ որոշում պետք է կայացնի։ Ինձ թվում է նախ պետք է հասկանալ, թե ինչ ակնկալիք պիտի ունենանք սահմանադրական դատարան դիմաց քաղաքական ուժերից։ Ինչու, որովհետև շատ կարևոր է, որ այդ ուժերը իրենք ճիշտ պատկերացնեն, թե ինչ կարելի է ակնկալել սահմանադրական դատարանից։ Մեկ, ճիշտ պատկերացնեն, ինչ խնդիր է իրենց առջև ծառացած, ինչպես պիտի դա ճիշտ ձևակերպեն եւ ինչ փաստեր պիտի ներկայացնեն իրենց ձևակերպածը հիմնավորելու համար։ Եթե դիտարկենք, թե 7 քաղաքական ուժերից ինչ կարելի ակնկալել, ապա ակնհայտորեն կտեսնենք, որ դրանցից երկուսի սահմանադրական դատարան դիմելու մոտեցումը որոշ հարցեր է առաջացնում։ Մասնավորապես այդ ուժերից մեկը, որը ակնհայտորեն իշխանամետ է, անգամ երբեմն ավելի շատ, քան իշխանության կուսակցությունը։ Դուք Արման Բաբաջանյանի կուսակցության մասին եք խոսում։ Այո։ Դե նա պայքարում դեմ հիմա։ Պետք է պարզել, թե ինչի համար են դիմել, որովհետև այնտեղ վիճարկվում է մի հարց, ընդ որում այդ հարցը տարբեր ձևերով ներկայացված է տարբեր ուժերի դիմումներում, որը վերաբերում է ընտրությունները չեղյալ համարելուն եւ նոր ընտրություն նշանակելուն։ Երևի ամենապարզ պատասխանը այն է, որ այդ քաղաքական ուժը ցանկանում է տարանջատվել իշխանությունից, սակայն ակնհայտ է նաև, որ սահմանադրական դատարան դիմելով որևէ մեկը չի մտածի, որ նման տարանջատում հնարավոր է։ Ուրեմն արկա է թերևս մեկ այլ նպատակ, որը չի բացահայտվում։ Նման նպատակ կարող է լինել օրինակ գործընթացի ընթացքը ոչ այնպես, ինչպես ցանկալի է օրինակ ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Այնպես որ այստեղ պետք է, այսպես ասած, անակնկալներ ինչ անակնկալի մասին է խոսքը։ Չեմ ուզում գուշակել, տարբեր բաներ են հնարավոր, այնտեղ տարբեր միջամտություններ, տարբեր մոտեցումներ եւ այլն, բայց ենթադրում եմ, որ սահմանադրական դատարանում այս քաղաքական ուժը անակնկալ կմատուցի, որը ուղղված է մյուս քաղաքական ուժերի նպատակների տապալմանը, այսպես ասած։ Մյուս քաղաքական ուժը Մարությանի թերևս դիմել է սահմանադրական դատարան ցույց տալու համար, որ ինչ որ ձևով սկսել է կայանալ այդ քաղաքական ուժը, հենց սահմանադրական դատարան դիմելու գործընթացի մեջ մասնակից լինելով։ Թեև կարելի է ասել, որ այստեղ իրենք դժվարություններ կունենան, որովհետև ուղղակի սահմանադրական դատարան դիմելը ինքնին դեռ չի ասում քաղաքական ուժի կայացած կամ չկայացած լինելու մասին։ Այնպես որ այս դեպքում եւս հետաքրքիր դիտարկումներ են հնարավոր գործընթացի ժամանակ։ Հիմնական դիմողները փաստորեն այն քաղաքական ուժերն են։ Բայց մինչև հիմնականին դուք բաց թողեցիք դոկի։ Չեմ բաց թողել։ Չեմ բաց թողել։ Նա իդեպ ցանկանում է, որ առանձին վարույթով իր գործը քննվի։ Բայց սահմանադրական դատարանը արդեն որոշել է, որ մեկ վարույթով։ Այո, հունիսի 26-ին կքննվի բոլորը միասին։ Դա ցանկությունների տիրույթում չի, այնպես որ նման ցանկություն հայտնելը իրական գործընթացի հետ կապված չէ։ Պետք է հասկանալ, թե ընդհանրապես այդ քաղաքական ուժերը ինչ են ուզում։ Հաշվի առնելով նախընթաց գործընթացները,
Այստեղ կարելի է առանձնացնել մի քանի կուսակցություն, ու բնականաբար այն կուսակցությունները, որոնք ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ ներկայացման անցնում են խորհրդարան, բնականաբար խոսքը վերաբերում է ուժեղ Հայաստանին եւ Հայաստան դաշինքին, այստեղ ակնհայտորեն հետաքրքրված է եւ թերևս առաջինը հենց նա է հետաքրքրված, դա Բարգավաճ Հայաստանն է, մյուսը միասնության թևերն են, որոնք նույնպես ինչ-ինչ նպատակներ կարող են ունենալ սահմանադրական դատարանի որոշումից, ինչ է դա լինելու։ Ըստ սոցիոլոգիական հարցումների միասնության թևերը պիտի ստանար 2.5 անգամ ավելի ձայներ, քան ստացել է ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ ցուցանիշների։ Եվ ակնհայտ է, որ այստեղ միասնության թևերը պիտի հասկանա, սա եւս մեկ հնարավորություն է հասկանալու, թե ինչպես եղավ, որ իրենք այդքան քիչ ձայներ ստացան, թեև օրինակ հարցումներն էին սխալ։ Հարցումները սովորաբար այդքան մեծ սխալներ չեն լինում, եթե հիմքում քիչ թե շատ մասնագիտական մոտեցումներ են։ Օրինակ անգամ այս հարցումների հետ կապված մասնակցության տոկոսը գրեթե ճշգրիտ գնահատված է։ Մոտ 59%։ Այսինքն այդպես չի, որ սոցիոլոգիական հարցումները իհարկե անմիջականորեն չեն արտացոլում այն, ինչ պիտի լինի ընտրությունների ժամանակ, բայց ունեն նաև ճշտության որոշ միջակայք։ Այդ միջակայքը այս դեպքում շատ մեծ է։ Օրինակ իշխող քաղաքական ուժը ստացել է 75%-ով ավելի տոկոսներ, քան կանխատեսվում էր։ Մյուս երկու քաղաքական ուժերը այստեղ տարբերություն ունեն, բայց ամենաակնհայտը երևում է Բարգավաճ Հայաստանի ստացած ձայների տոկոսի հետ կապված, որտեղ ավելի քան 2 անգամ պակաս է տոկոսը, որովհետև կանխատեսվում էր 8%-ից անգամ ավելի եւ միասնության թևերը։ Այնպես որ այստեղ այս 4 քաղաքական ուժերը ունեն ակնհայտ հետաքրքրություն եւ նպատակներ սահմանադրական։ Այսինքն հնարավոր է, որ նրանց ձայները գողացվել են հաշվարկի ժամանակ օրինակ կամ քվեարկության։ Դե գողանալ, եթե ասում ես գողացել են, գողին էլ պիտի մատնացույց անես։ Կարծում եմ, օրինակ մեկ բան ակնհայտ էր, ընդամենը մի քանի 100 տեղամասերի արդյունքները, երբ փորձ արվեց վերահաշվել, շատ տեղերում բավական մեծ տատանումներ եղան հարցերի։ Այսինքն եկել է փաստաթղթով, այսինքն ամփոփիչ այդ փաստաթղթով եկել են մի ցուցանիշներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղադրել է բոլորովին այլ ցուցանիշներ։ Օրինակ մի դեպքում, որ ամենաակնառուն էր, տեղադրվել է 0 եւ եղել է 707, եթե ճիշտ եմ հիշում, ձայն։ Սա ակնհայտորեն պատահական բան չի։ Գոնե եթե լիներ 707, կարելի էր ասել են 77-ն ու 0-ն ինչ որ կերպ դուրս են մնացել։ Պարոն Թորոսյան, եթե հիմա բոլոր ընտրատեղամասերում այդ վերահաշվարկը լիներ, ինչպես այդ մի քանի ընտրատեղամասում եղավ, խնդիրը կլուծվեր, թե գուցե մինչև արձանագրություններ կազմելու փուլն է եղել խախտումները։ Որ մինչև արձանագրություններ կազմելու փուլը խախտումներ է եղել, ակնհայտ է։ Բազմաթիվ են, ընդ որում տարատեսակ, բոլորովին իրար հետ կապ չունեցող, ենթադրենք մի խախտում, որի մասին բավական հաճախ խոսվում է։ Այդ թոշակառուներին 10,000 դրամ ամսական ավելացնելը թոշակի։ Ակնհայտ է, որ այս քայլը ապօրինի է, ինչու, որովհետև բյուջեի մասին 2026 թվականի բյուջեի մասին օրենքում նման բան արձանագրված չէ, այսինքն սա հնդածս ինչ-որ մի առաջարկ է։ Ակնհայտ է, որ նպատակը հենց դա է, ընտրությունների ժամանակ
լրացուցիչ ձայներ ստանալ թոշակառուներից։ Սա սահմանադրական դատանի համար եւս քննարկման առարկա է։ Օրինակ բյուջետային ընտրական շարքը։ Հիմա կանդրադառնանք դրան, որովհետև պիտի հասնենք այդտեղ։ Բայց ես կարծում եմ ցանկացած մարդ իր շրջապատում գիտի մարդկանց թոշակառուների, որոնք մի մասը քվեարկել են իշխող կուսակցության օգտին, մի այլ մաս ոչ իշխողի, ընդդիմադիր կուսակցությունների օգտին։ Բայց չկա որևէ մեխանիզմ, որ որևէ մեկը պարզի, թե այդ խախտումը ինչպես է ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ինչու, որովհետև հիմա պիտի խոսքը գնա այն մասին սահմանադրական դատարանում, որ ընտրությունների արդյունքները երբ հրապարակվել են, պարզվել են փաստեր, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Հետևաբար առաջին հարցը, որ պետք է քաղաքական ուժերին հետաքրքրի, որն է, թե ինչպես է ընտրական օրենսգիրքը սահմանում, թե որոնք են ընտրությունների արդյունքները։ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածը դա ասում է. երկու արդյունք կա։ Մեկը, որ ընտրությունը կայացել է, մյուսը, որ մանդատները բաշխվել են։ Այս երկուսի մեջ պիտի գտնել կան արդյոք փաստեր, խնդիրը այն չի, որ այս կամ այն խախտումը ակնհայտորեն տեղ է գտել ընտրությունների ժամանակ։ Խնդիրը այն է, թե որոնք են այդ փաստերը, որոնք կազդեին ընտրությունների արդյունքների վրա։ Օրինակ այդ 10,000 դրամի ինձ թույլ տամ ասել փաստը, ակնհայտ է, որ ոչ ոք չի կարող որոշել, թե ինչ չափով է ազդել։ Հետևաբար այս փաստարկը այնտեղ ներկայացնելը, բացի ընդհանուր պատկեր ստեղծելուց, ուրիշ ոչ մի ձևով չի նպաստելու ակնկալվող որոշման ընդունմանը։ Սա մեկ, էլի նման մի փաստ ասեմ, հայտնի է, որ մի շարք տեղամասերում զինվորականներին տարել են ընտրությունների ավարտից ընդամենը 1-2 րոպե առաջ։ Ճիշտ է, ոմանք ասում են 2-3 րոպե հետո, բայց ընդունենք, որ 1-2 րոպե առաջ է։ Ակնհայտ է, չէ, որ սա խառնաշփոթ էր ստեղծելու ընտրատեղամասում, այսինքն չի կարելի նման բան անել, ինչու եմ ասում չի կարելի։ Սովորական քաղաքացին կարող է ինչ-ինչ գործեր ունենալով, ինչ-ինչ հոգսեր ունենալով վերջին րոպեին հասնի տեղամաս եւ փորձի քվեարկել։ Եվ դրանց թիվը կլինի բավական սահմանափակ։ Մեծ թվով զինվորականների տանել այդ պահին ընտրություններից մի քանի րոպե առաջ, սա նշանակում է միտումնավոր խախտել տեղամասի բնականon գործունեությունը։ Եվ հրապարակված կադրերն էլ ցույց են տալիս, որ այո, դա տեղի է ունեցել։ Հիմա օրինակ Մեղրի օրինակով ասացին աղմուկ բարձրացրիք, մենք անվավեր ճանաչեցինք այդ տեղամասի արդյունքները։ Հիմա դրան էլ փոխարենը չնշանակեցինք նոր ընտրություն։ Հետաքրքիր խնդիր է։ Ուրեմն տեսեք, ինչ է ստացվում, որ կան մի շարք եւ բավական շատ տեսակներ խախտումների, որոնց իրական ազդեցությունը դժվար է գնահատել։ Բայց կան փաստեր, որոնք թույլ են տալիս թվաբանական մի քանի գործողություններով հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն շեշտը պիտի լիներ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած փաստերի շեշտը պիտի լիներ հենց այս հանգամանքի վրա, որոնք են դրանք։ Դա ուղղակիորեն կապված է Բարգավաճ Հայաստանի հետ տեղի ունեցածի։ Ինչ տեղի ունեցավ։ Նախնական տվյալները հրապարակեցին եւ պարզվեց, որ 0.000% չի բավարարել, որ Բարգավաճ Հայաստանը անցնի խորհրդարան ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Բնականաբար Բարգավաճը բողոքարկեց, այսինքն պահանջեց վերահաշվարկ եւ վերահաշվարկի արդյունքում պարզվեց, որ իրենից, ինչպես ասացի, գողացել են այնքան ձայներ, որ անգամ ավելի շատ են, քան այդ 0.4%-ը։ Այո։ Վերականգնվել է անմիջապես կենտրոնական ընտրական հանձնաժողով նիստ է անում եւ ասում է, այ տեսեք,
դուք բողոքարկել եք այս տեղամասերում, մենք էլ չեղյալ ենք համարում։ Այս քայլը կարելի է նորմալ համարել, չնայած մի ուրիշ հանգամանք կա, գիտեք, երբ որ մեկը բողոքարկում է, ինքը պիտի իմանա ինչի համար է բողոքարկում։ Դա ի վերջո շուռ է գալիս իր դեմ, թե դա իր օգտին է, չէ՞։ Ցանկացած բողոքարկում պիտի նման տրամաբանություն ունենա։ Իմանաք ԲՀԿ-ն չգիտեր։ Չէ, ԲՀԿ-ն չէր այդտեղ։ Բա Ուրիշ քաղաքական ուժեր արձանագրել խախտումը։ Ուժեղ Հայաստանի մասն է խոսքը։ Կարծում եմ այստեղ շատ էական չի դա, որովհետև վստահ եմ այդտեղ միտումնավոր ոչինչ չի արվել, որ ինչ որ մեկը բարձվի, որ այսա ինչու արեց եւ այլն։ Բայց կարևորը հետեւյալն է, ես ուզում եմ ասել, որ միշտ որևէ քայլ անելիս միշտ պետք է մտածել, սա ինչի վրա է ազդելու։ Այսինքն ԿՀ-ի այդ որոշումը հնարավոր էր կանխատեսել։ Առաջին մասը հնարավոր էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կփորձի, որտեղ իր գործիքը միայն դա էր։ Պարզվեց, որ մյուս գործիքը տվյալները համակարգիչ մտցնելու հետ կապված, պարզվեց, որ օգտագործել են եւ ոչ քիչ չափով, եւ կարծես թե այդ խնդիրը լուծվեց Բարգավաճի վերակվեարկություն պահանջելով։ Հիմա հաջորդ գործիքներ չեղյալ համարելը։ Այո։ Քանի որ բողոքներ կային, չեղյալ է համարվել։ Այս մասով կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրացրել է իր իրավունքը։ Ինքը գնահատել է թե կազդեին թե չէ, բայց մի հանգամանք կա։ Ակնհայտ է, որ այս խնդիրը առաջացավ զինվորականների մասնակցության հետ կապված, որովհետև բողոքարկվել էր հենց զինվորականների նման մասնակցությունը, որը հանգեցրել է ընտրատեղամասում աշխատանքների բնականon գործընթացի խաթարմանը։ Ակնհայտ է նաև, որ Բարգավաճ Հայաստանը չէր զինվորականներին բերողը։ Եվ մի բան էլ է ակնհայտ, որ սա միտումնավոր է արվել, ինչու, որովհետև իրեն բերում էին սպաները, այդ խմբին զինվորականների բերում էին սպաները։ Իրենք կարող էին օրվա ցանկացած ժամանակ բերեին եւ չթողնեին վերջի 1-2 րոպեին, որ նման խառնաշփոթ ստեղծվեր։ Ոչ մի սպա չի պատժվել զինվորականներին 1-2 րոպե առաջ ընտրատեղամաս տանելու համար։ Սա ակնհայտորեն խախտում է բնականon ընթացքը։ Սա էլ է խախտում, բայց ակնհայտ է դա Բարգավաճը չի արել եւ Բարգավաճի օգտին չէր լինելու այն, ինչ դրա արդյունքում ձևավորվեց։ Այսինքն Բարգավաճը բնականաբար ստացել էր իր ձայները, այն ինչը չեղյալ համարելով, մի տեղում 100 ձայն, մյուս տեղում 130 ձայն, Բարգավաճը տուժել է։ Բարգավաճը չի արել այն, ինչից ինքը տուժել է։ Դա ակնհայտ է, ով է արել եւ ինչու։ Հիմա հետեւաբար, եթե այնտեղ այդ գործողությունները ազդել են ընտրությունների վերջնական արդյունքների վրա, իսկ ակնհայտորեն ազդել են, որովհետև այդ չեղյալ 3 տեղամասում չեղյալ համարելու արդյունքում Բարգավաճի ձայները էլի նվազել են առնվազն 230-ով եւ Բարգավաճը տուժել է փաստորեն եւ խախտվել է ընտրությունների վերջնական արդյունքները, այսինքն մանդատների բաշխումը քանակապես, որովհետև դրա արդյունքում ավելացել են իշխող քաղաքական ուժի ձայները եւ իշխող քաղաքական, այսինքն տոկոսային մասը, եւ դրա արդյունքում իշխող քաղաքական ուժը ավելի շատ մանդատներ է ստանում խորհրդարանում եւ ունենում է 3-5-երորդ։ Այո, այսինքն որակապես փոխվում է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հնարավորությունների ու պարտավորությունների հարաբերակցությունը, այսինքն ակնհայտ է, որ սա բերում է կոպիտ աղավաղման ընտրությունների արդյունքների։ Հետևաբար պետք է արվեր այն, ինչ 101-րդ հոդվածն է ասում է, որ եթե կան տեղամասեր, որտեղ քվեարկության արձանագրված արդյունքները կամ չեղյալ համարելը ազդել է ընտրության ընդհանուր արդյունքների վրա, ուրեմն այս տեղամասերում պետք է հայտարարել նոր քվեարկություն։ Սա իմպերատիվ, այսինքն ստիպողական
մի քայլ է կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք չուներ այդ քայլը չանելու, որովհետև օրենքը պահանջում է, որ նրանից բխում է սա։ Այսինքն եթե չեղյալ համարել էին եւ տեսել էին, որ Բարգավաճ Հայաստանի ձայները պակասում են եւ այս կուսակցությունը ոչ միայն չի անցնում խորհրդարան, այլ նաեւ մյուսների ձայներում եղած փոփոխությունների արդյունքում իշխող քաղաքական ուժը ստանում է նոր լիազորություններ։ Անմիջապես պիտի այս հարցը լուծվեր, այսինքն պիտի հայտարարվեր վերաքվեարկություն։ Հիմա այսինքն Սահմանադրական դատարանը նույնպես փաստորեն իրավունք չունի չեղյալ չհամարելու ԿՀ-ի այդ որոշումը եւ Պանթեոսյան եւս մեկ հարց։ Տեսեք, օրինակ Բարգավաճ Հայաստանը ՍԴ-ից պահանջում է կամ սահմանել մանդատների բաշխման նոր կարգ, որտեղ նա կստանա իր մանդատները, կամ այդ տեղամասերում վերաքվեարկություն, կամ եթե ոչ, ապա ամբողջ բոլոր ընտրատեղամասերում նոր ընտրություն կամ վերաքվեարկություն։ Հիմա օրինակ եթե ԲՀԿ-ին վերադարձում են իրենց մանդատները, սա արդեն ընդդիմության համար հաղթանակ է եւ բավարար է, թե ընդդիմությունը պետք է պահանջի առհասարակ նոր ընտրություններ կամ վերաքվեարկություն։ Այսինքն այս մասով արդարությունը վերականգնվում է ընդդիմության համար, թե արդարությունը կվերականգնվի, եթե ամբողջությամբ նոր քվեարկություն։ Եթե նկատի ունեք արդարություն ասելով, նկատի ունեք օրինականությունը, ապա եթե ձայները վերականգնվեն, բայց նման բան դժվար է անել հայտնի պատճառներով, որոնց մասին քիչ առաջ խոսեցինք։ Հիմա կա մյուս հանգամանքը, արդյոք Սահմանադրական դատարանը կարող է տեղամասերում նոր քվեարկություն նշանակել։ Ոչ, չի կարող։ Դա է սահմանում Սահմանադրական դատարանի մասին օրենքը եւ դա արդեն ԿՀ-ի տիրույթն է։ Ոչ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը այլևս ոչինչ չունի անելու, պիտի սպասի Սահմանադրական դատարանի որոշմանը, որը կարող է լինել ընտրության արդյունքները չեղյալ համարելը եւ նոր ընտրության նշանակման առաջարկը։ Այդ ժամանակ նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կազմակերպի նոր ընտրություն։ Այսինքն ՍԴ-ն միայն այդ 3 ընտրատեղամասի վերաբերյալ չի կարող որոշում կայացնել, ճիշտ եմ հասկանում։ Այո, չի կարող։ Հետևաբար Սահմանադրական դատարանի որոշումը կամ պետք է լինի ուժի մեջ թողնել ընտրությունների։ Սահմանադրական դատարանում բողոքարկվում է եւ դիտարկվում է ընտրությունների արդյունքները ընդհանրապես, այսինքն այն, ինչ որպես վերջնական արդյունքներ հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Սահմանադրական դատարանը պիտի ասի, արդյոք սա իրականությանը համապատասխանում է, թե ոչ, թե եղել են հանգամանքներ, որոնք ազդել են այն բանի վրա, որ այս թվերը չեն արտացոլում իրականությունը ընտրությունների արդյունքների։ Սա է խնդիրը, այսինքն կան շատ նրբություններ, բայց կա նաև մյուս հանգամանքը, որ շատ կարևոր է, թե ինչպես է պաշտպանվելու ընդդիմությունը Սահմանադրական դատարանում, ինչպես է պաշտպանելու իր հայցը, իր պահանջը, որովհետև ինչպես քիչ առաջ նշեցինք, պահանջի ընդդիմությունը ՍԴ-ից եւ նաեւ խնդրում եմ հստակեցնենք Սահմանադրական դատարանը ինչ որոշումներ կարող է կայացնել իր լիազորությունների շրջանակում։ Բնականաբար կարող է ասել, որ չի ազդել ընտրությունների վրա, կարող է ասել, որ բերած փաստարկները ցույց են տալիս, որ կան հանգամանքներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա եւ պետք է անցկացնել նոր ընտրություններ, որովհետեւ ամբողջ հանրապետությունով։ Այո, այս նոր ընտրություններ Հայաստանի Հանրապետությունում նոր խորհրդարանական ընտրություններ։ Այստեղ մի քանի որ վերականգնելու համար ակնհայտ է թվաբանական գործողություններ են, որոնք ցույց են տալիս, որ ազդել է։ Հիմա, բայց վերականգնել պատկերը, չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանը կգնա այդ ճանապարհով, որովհետև դա բավական բարդ ճանապարհ է։ Մենք նոր ընտրություններ ասելով, պարոն Թորոսյան, նկատի ունենք, որ այդ ընտրություններին մասնակցելու են այն ուժերը, որոնք արդեն իսկ մասնակցել են։ Ոչ։ Ամեն ինչ կսկսվի նորից։ Այո, կհայտարարվեն ընտրություններ, ընտրության օրը, նորից կներկայացվեն հայտերը ընտրության համար եւ այլն։ Բայց ակնհայտ է, երբ ասում ենք վերաքվեարկություն, դա արդյոք չի վերաբերում միայն մասնակից կուսակցությունների ուժերին։ Վերաքվեարկության մասին չի խոսքը։ Նոր ընտրություններ անցկացնելու վերաքվեարկությունը վերաբերում է տեղամասերին։ Մի փուլ, որը արդեն բաց է թողնվել, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
միտումնավոր խախտել է ընտրական օրենսգիրքը, ընտրական օրենսգրքի իմպերատիվ պահանջը, որ պետք է այս տեղամասերում անցկացվեն վերաքվեարկություններ։ Սա է խնդիրը։ Հիմա ընդդիմադիր ուժերը որքանով են ճիշտ ձևակերպել իրենց պահանջները, դիմումները ՍԴ-ին։ պետք է իմանալ։ Մենք օրինակ տեսնում ենք ուժեղ Հայաստան նաև խոսում է երկրորդ փուլի մասին ընտրությունների, թեև նա դրա տակ չի հասկանում այն երկրորդ փուլը, որը մենք գիտենք, երբ առաջի փուլում հաղթող չի ճանաչվում, իսկ նա դրա տակ հասկանում է հենց այդ նույն վերաքվեարկությունը։ Տարօրինակ բան կա մեր երկրում։ Մարդիկ անընդհատ փորձում են ինչ որ ձևակերպումներ, սահմանումներ սեփական մեկնաբանություններով ներկայացնել։ Այնինչ վերաբերում է իրավական փաստաթղթերի, ընտրական օրենսգիրք, սահմանադրություն, սահմանադրական դատարանի մասին օրենք եւ այլն, չի կարող որևէ մեկի մեկնաբանությամբ ներկայացնել։ Դրանք ունեն իրենց սահմանումները։ Այնպես որ չի կարող այդպես լինել, որ որևէ մեկը հասկանա մի ձևով, մյուսը դրանցից մեկն ու մեկը հաստատ սխալ է հասկանում։ Այնպես որ կարծում եմ ճիշտ չի, որ մարդիկ կամայականորեն փորձեն մեկնաբանել, թե այս բանը ինչ է նշանակում, այն բանը ինչ։ Լավ է գոնե մի անգամ բացել օրենքը եւ տեսնել, թե ինչպես է սահմանված դա օրենքում։ Սա լուրջ խնդիր է։ Մի ժամանակ տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքներին տարբեր մարդիկ, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կամայականորեն մեկնաբանում։ Հիմա էլ սկսել են ընտրությունների հետ կապված այս խնդիրները կամայականորեն մեկնաբանել, ինչը անընդունելի է։ Պարոն Թորոսյան, մենք կարող ենք ինչ պիտի անի ՍԴ-ից, այո։ Ահա, կարծում եմ միակ իրական պահանջը դա նոր ընտրությունների անցկացումն է, համարելով որ վերականգնել իրականությունը հնարավոր չէ, որովհետև չեն կարող վերաքվեարկություն անցկացնել, ուրեմն մնում է նոր ընտրությունների։ Հիմա ասում են նոր ընտրությունների անցկացումը, պարոն Թորոսյան, դա հնարավորություն է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին, որը կկարողանա վերականգնել, ստանալ այն սահմանադրական մեծամասնությունը, որի մասին նա երազում էր։ Համակարծիք եք։ Ինչու է ոմանց թվում, որ նա կստանա։ Ոմանք ընդհանրապես ասում էին, որ չէ, ասում են արդար ճանապարհով չի ստանա։ Ասում են արդար ճանապարհով չի ստանա, պարզապես այս անգամ ավելի շատ ջանքեր դնի։ Մենք ճշտեցինք, որ արդարը օրինականն է։ Այո, օրինական, շատ լավ։ Շատ լավ։ Հիմա ընդդիմությունը ունեցավ փորձ, թե ինչը ինչպես է արվում, ինչի դեմ պիտի պայքարի, ինչ սխալներ կամ բացթողումներ է ունեցել։ Դա հնարավորություն է նաև ընդդիմության համար։ Ընդդիմությունը եւս կարող է աշխատել, այնպես որ ոչ մեկը չի կարող այդպես որոշել, որ դա հենց իշխանության օգտին կլինի։ Նոր ընտրություն է, ուրեմն պետք է աշխատել, հաշվի առնել բացթողումները եւ ունենալ ավելի լավ արդյունքներ։ Կարծում եմ ընդդիմությունը այդ հնարավորությունը ունի, եթե իր աշխատանքը մի փոքր բարելավի։ Ունի դա։ Իսկապես սա ակնհայտ է։ Նույնիսկ այն դեպքում, երբ վարչական լծակները ամբողջությամբ իշխանությունների ձեռքում են։ Այդ վարչական լծակները կիրառեցին, սովորաբար իշխանությունները մինչև վերջ, այո, մինչև վերջ ստանում են գրեթե բոլոր ձայները, որոնք իրենք կարող էին տարբեր ձևերով ստանալ։ Սա էր իրենց առավելագույնը, ընդ որում ասեմ, որ սա 75%-ով ավել էր, քան սոցիալական հարցումներն էին ցույց տալիս, եւ այդ սոցհարցումները պակաս էին այս ձայներից 75%-ով, 75%-ով, այսինքն ակնհայտ է, որ այդ վարչական լծակները մինչև վերջ եւ ամենածայրահեղ ձևով կիրառվել են։ Դա ցույց է տալիս եւ այդ զինվորականների քվեարկությունները եւ այլն շատ են։ Այստեղ մի առանցին քննարկման թեմա է, թե որոնք են եղել այդ։ Այնպես որ նոր ընտրություններ, եթե նշանակվեն, ես կարծում եմ սա միակ ճանապարհն է ցույց տալու համար, որ անկախությունը վերականգնված Հայաստանում այս 35 տարիներում թույլ տրված ամենակոպիտ իրավական հանցագործությունը, որովհետև տեղամասերում
նոր քվեարկություն չնշանակելը նշանակում է հանցագործություն, որովհետև օրենքի որում երկրի համար կարևորագույն օրենքներից մեկի, որովհետև ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է նաև։ Եվ ի վերջո անուղղակիորեն խախտվել է նաև երկրի սահմանադրությունը։ Սա աննախադեպ ապօրինություն է։ Եվ այս ապօրինությունը ջնջել հնարավոր կլինի միայն սահմանադրական դատարանի նման որոշումով։ Իդեպ, եթե հանկարծ, քանի որ քիչ առաջ արձանագրեցինք, որ պարզապես մի քանի թվաբանական գործողությունների արդյունքում ակնհայտորեն երևում է, որ ընտրության արդյունքները կոպտորեն աղավաղվել են։ Ուրեմն սահմանադրական դատարանը, եթե այլ դեպքերում քննարկումների արդյունքում պիտի բացահայտի ինչ է տեղի ունեցել, այս դեպքում շատ արագ կարող է պարզել ինքն իր համար, որ իսկապես տեղի է ունեցել հանցագործություն։ Ընտրական օրենսգիրքը սահմանադրությունը խախտելը դա հանցագործություն է։ Սա ինձ համար միանշանակ է։ Այստեղ խնդիրը նաև սահմանադրական դատարանի կազմի մեջ է, որովհետև արդյոք այդ սահմանադրական դատարանը, որը ձևավորվել է այս իշխանությունների օրոք, կգնա այդ ճանապարհով, ցանկանամ թեև տեսանք երկու դատավոր արդեն ինքնաբացարկ են հայտարարել, բայց դա արդյոք կազդի սահմանադրական դատարանի որոշման վրա։ Եթե անմիջականորեն իշխանությունների հետ կապ չունեցող դատարանները չեն մասնակցում, դա նշանակում է, որ սահմանադրական դատարանը արդեն դառնում է այսպես դժվար է ասել, որ երկու հոգի, ովքեր հայտարարել են, որ իրենք չեն մասնակցելու, իրենք բացարձակապես կապ չունեն ներկայիս իշխանությունների հետ, քաղաքական ուժերի հետ, երկուսն էլ խորհրդարան են եկել քաղաքական ուժերի առաջադրումով, կողմից, ընտրվելով, իհարկե ընտրվել են, բայց ակնհայտ է, որ այդպես չի, որ իրենք եթե մնային և գործընթացին մասնակցեին, ուրեմն իրենք կողմ էին քվեարկելու, արդյունքները չեղարկելու։ Բայց մի բան կա, անկախ այն բանից, ով որտեղից է եկել, ինչպես է եկել, ով է առաջադրել, ինչպես է ընտրվել, ճիշտ է, սահմանադրական դատարանի հետ կապված նույնպես տեղի է ունեցել կոպիտ ոտնահարումներ օրենքի, որովհետև ժամանակին մի քանի տարի առաջ սահմանադրական դատարանի մի շարք անդամների թե սպառնում էին հեռանալու համար, թե խոստանում էին կաշառք, բարձր թոշակ եւ այլն։ Եվ հեռացրին։ Այո, հեռացրին։ Բայց հիմա այս մարդիկ, ովքեր սահմանադրական դատարանում են, մենք չենք կարող իրենց մեղադրել, չտեսնելով արդյունքը։ Բայց մի բան ակնհայտ է, ելի եմ ասում, դեպքը այնքան պարզ է, որ այստեղ անգամ հատուկ իրավական ճիշտ է, բայց դրա համար էլ հնարավոր չէ։ Ներողություն ասեմ։ Այդ պատճառով էլ ես ասում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտել է ընտրական օրենսգիրքը, կոպտորեն, միտումնավոր, խախտել է սահմանադրությունը, իսկ դա հանցագործություն է։ Եթե սահմանադրական դատարանը եւս գնա այդ ճանապարհով, որով գնացել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսինքն համարի, որ որևէ ազդեցություն չի եղել ընտրության արդյունքների վրա, ուրեմն ինքն էլ նման գնահատական կստանա։ Սա ակնհայտ է։ Այստեղ շատ իրավական գիտելիքներ անգամ ունենալու կարիք չկա։ Ամեն մի ողջամիտ մարդ հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել։ Պարոն Թորոսյան, եւ վերջում փորձենք մեկ քայլ առաջ գնալ, վերջին հարցը տամ եւ ամփոփենք շատ կարճ։ Տեսեք, դուք վերջին ձեր հարցազրույցում ասել էիք, որ մանդատներ չվերցնելը, մանդատներից հրաժարվելը դա թուլություն է։ Այո։ Հիմա եթե մենք փորձենք մեկ քայլ առաջ կանխատեսել, ենթադրենք այս ընտրությունների արդյունքները մնում են ուժի մեջ եւ
ընդդիմությանը չի մնում ոչինչ անելու, քան վերցնել մանդատները, գնալ խորհրդարան կամ չգնալ։ Այդ դեպքում ինչու եք դուք գտնում, որ չվերցնելը թուլություն է, որովհետև կա հակառակ տեսակետը, որի կրողներն ասում են հակառակը, եթե դու վերցնում ես, ուրեմն դու գնում ես կոմֆորտ զոնա, դու ստանում ես աշխատավարձ, գնում ես Փաշինյանի մոտ աշխատում ես ընդդիմություն եւ այլևս դու քեզ չես դրսևորում քո ընդդիմադիր դիրքերում։ Իրական բազմաթիվ հարցադրումներ եղան։ Իդեպ ասեմ, որ այդ մարդիկ նաև ուրիշ հայտարարություններ են արել այս ընթացքում եւ միշտ են անում, որ դրանով լեգիտիմացվում է խորհրդարանը, չգիտեմ, ընտրությունները եւ այլն։ Մենք էլի պիտի գանք այն խնդրին, որի մասին քիչ առաջ խոսեցինք, որ մարդիկ ամեն ինչ իրենց ցանկություններով մեկնաբանում են։ Լեգիտիմացնել սա կոնկրետ գործողություններ է նշանակում, ոչ թե որևէ մեկի գնահատականը, որևէ ընդդիմություն չի կարող լեգիտիմացնել կամ ապալեգիտիմացնել խորհրդարանը։ Դրա համար կան չափանիշներ, կան չափանիշներ։ Գիտեք, իրավագիտությունը, քաղաքագիտությունը, սրանք գիտություններ են, գործ ունեն սահմանումների հետ։ Ամեն մեկը չի կարող իր ուզած սահմանումը տալ, օրինակ լեգիտիմացնել բառին տվյալ դեպքում եւ դա կիրառել նման, որը ոչ մի կապ չունի այդ քայլերի հետ։ Բացարձակ ոմանք էլ ասում են, այ որ գնացել են սահմանադրական դատարան, լեգիտիմացնում են ընտրությունները։ Դե լեգիտիմացնում է սահմանադրական դատարանը, Չէ, որը ձևավորել է սահմանադրական։ Դե, այսինքն հիմա ինչ, ոչ մի բան ճիշտ չի, լավ չի, ու ինչ անենք։ Խորհրդային տարիներին մի անեկդոտ կար, վերջում ասում էին, պարանը մենք բերենք, թե դուք կտակ։ Հիմա առաջարկում են, որ մարդիկ իրենք բերեն պարանը, ինչ անեն։ Բոլոր հնարավոր մեթոդներով, ձևերով պետք է գործել։ Եթե նպատակը Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն է, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արածը հենց սահմանադրական կարգի տապալումներ սպասվող նոր խորհրդարանի պայմաններում։ Եթե նպատակը սահմանադրական կարգի վերականգնումն է, ապա բոլոր գործիքները պետք է օգտագործել դրա համար։ Այդ թվում եւ խորհրդարանը։ Նաև իհարկե, բայց չգնալ, օրինակ այն խորհրդարանը, որի լիազորությունները ավարտվում են արդեն, այդ խորհրդարանը ուներ մեկ լուրջ թերություն։ Երբ ընդդիմությունը գնաց խորհրդարան, նա սկսեց գործել իշխանության օրակարգով, իշխանության գործիքներով եւ այլն։ Այդ խորհրդարանում անպակաս էր փոխադարձ վիրավորանքները, հայհոյանքները, մեղադրանքները եւ այլն։ Դե հիմա ավելի թեժ է լինելու իշխանությունը ընդդիմությանը սպառնում է, ասում է եկեք սպասում ենք ձեզ, շատ թեժ աշուն է սպասվում։ Դա քաղաքական պայքար է եւ Լավ, պարոն Թովսյան, եթե կարծ ձևակերպենք ինչ անի ընդդիմությունը խորհրդանում։ Հիմա էլ հատկապես 3-5 բոլոր լծակները մարդկանց նախ ճիշտ ներկայացնելու համար իրականությունը։ Ինչ ցույց տա, որ այո, եթե իշխանությունը հանկարծ նման խախտումներով ձևավորվի, իսկ խորհրդարանի ձևավորում նշանակում է իշխանության ձևավորում։ Եթե այդպես ձևավորվի հաջորդ խորհրդարանը, ապա ընդդիմությունը պետք է ցույց տա իշխանության եւ սխալները, եւ թերությունները, եւ ոչ լեգիտիմ լինելը։ Այդ իշխանությունը լինելու է ոչ լեգիտիմ։ Իդեպ ասեմ, որ եթե հետաքրքիր է, մի օր կարող ենք լեգիտիմության մասին խոսել եւ կտեսնեք, որ վերջին 5 տարիներին գործած իշխանությունը նույնպես ոչ լեգիտիմ է եղել։ Բայց չի խանգարել նրանց գործել, հասնել հաջորդ իշխանության։ Խանգարողը ընդդիմությունն է, ոչ թե ինքը լեգիտիմ է, թե ոչ լեգիտիմ։ Ընդդիմությունը պիտի վերանայի իր գործողությունները, իր մոտեցումները, սկզբունքները, իր գործիքները։ Ընդդիմությունը շատ մեծ հնարավորություններ ունի պայքարելու համար։ Եվ վերջին հարցը, սա վստահ վերջին հարցը, պարոն Թորոսյան, եթե այս իշխանությունը այնուամենայնիվ լեգիտիմ չէ, արդյոք ընդդիմությունը պետք է արդեն իսկ պատրաստվի արտահերթ ընտրությունների։ Արտահերթ, որովհետև կա տեսակետ, որ այս խորհրդարանը միևնույն է երկար չի գործելու, այդ արտահերթ ընտրությունների հոտը արդեն գալիս է։ Կարծում եմ ընտրությունների մասին դատողությունները հոտառությամբ չպետք է անել,
այլ իրավիճակը ճիշտ գնահատելով։ Ինչ վերաբերում է ընտրություններին պատրաստվելուն, իրավիճակի գնահատում ինչ է ցույց տալիս։ Հիմա կասեմ։ Ինչ վերաբերում է ընտրություններին պատրաստվելուն, ընտրությունները երբ ավարտվեցին եւ սկսեց նոր խորհրդարանի աշխատանքը, անմիջապես հենց նույն օրը քաղաքական ուժերը պիտի սկսեն պատրաստվել հաջորդ ընտրություններին։ Պետք է աշխատել, շարունակաբար աշխատել եւ արտահերթ ընտրություններն էլ կարող են լինել նման աշխատանքի արդյունքներից մեկը, եթե կարողանան լավ աշխատել։ Ամեն ինչ կախված է ընդդիմության աշխատանքից, որի համար նույնպես պետք են լուրջ գիտելիքներ, պետք է վճռականություն, պետք է փորձ, այնպես որ մենք հիմա այդպես չի որ ինչ որ արտառոց խնդրի առաջ ենք կանգնած։ Սա քաղաքական գործընթացների սովորական ընթացք է, որտեղ իշխանությունը կիրառել է ապօրինի գործիքներ եւ գնում է սահմանադրական կարգի տապալմանը։ Շատ լավ կլինի, որ սահմանադրական դատարանի անդամները դա լավ պատկերացնեն եւ հասկանան, որ իրենք չունեն որևէ իրավունք մասնակցելու սահմանադրական կարգի տապալմանը։ Այսինքն, եթե ՍԴ-ն որոշումը թողնում է անփոփոխ, նշանակում է նպաստեց եւ տապալված արդեն սահմանադրական կարգը։ Եվ այդ մարդիկ ուրեմն հանցագործությանը մասնակցել են։ Սա ակնհայտ է։ Պարոն Թորոսյան, ես շնորհակալ եմ ձեզ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագիտության դոկտոր, ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ։ Կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։